Բարի օր հարգելի հայրենակիցներ, երկրորդ կարծիքն է նորից եթերում եւ ուրախ եմ տեղեկացնել, որ իմ տաղավարում այսօր հյուրընկալել եմ Հայ-Ակվե նախաձեռնության խորհրդի անդամ պատմաբան Արեգ Սավգուլյանին։ Բարև ձեզ, պարոն Սավգուլյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Սիրով, պարոն Սավգուլյան, ուրախ եմ ձեզ տեսնել առաջին անգամ եք իմ տաղավարում։ Կարծում եմ բավականին հետաքրքիր զրույց է սպասում մեզ։ Հայաստանը 8 տարի արդեն գտնվում է, կարելի է ասել, պարտությունների, խայտարակությունների, դժբախտությունների շրջափուլում եւ դրանք շարունակվում են, խոսքի մեջ ասեմ նաեւ, որ թերևս վերջին օրինակներից մեկն էլ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող նախագահի ներկայությունն էր, Հունաստանում, երբ որ պաշտոնական հանդիպման ժամանակ չիմանալով կամ գուցե իմանալով, որ բարձրախոսը միացած է խայտարակ խոստովանություն է արել, թե ինքը սոված է, թե մարդկանց սոված է պահում, ինչևէ սա իմիջայլոց Խաղաղության մասին եմ ուզում խոսել, թվացյալ թե իրական խաղաղություն, որը մեզ հրամցնում է այս իշխանությունը եւ կարելի ասել, որ նախընտրական այս շրջանում դարձրել է իր համար հաղթաթուղթ եւ շատերը գիտեմ, եթե կողմնորոշվում են իշխանությունների ընտրելու հարցում, ապա նաեւ հիմնավորում են խաղաղությամբ։ Երեք Վաշինգտոնում հերթական հանդիպումներ, կարելի ասել խաղաղության խորհրդի առաջին նիստներ, որի ժամանակ ներկա են նաև Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները եւ Թրամփը գլուխ գովեց, թե ինքը կարողացավ երկու երկրներին եղբայրացնել, երկու երկրների միջև խաղաղություն հաստատել, դիմեց նախագահներին եւ ասաց, որ դուք արդեն եղբայրներ եք, չէ, եւ պարտադրեց, հրամայեց կամ գուցե խնդրեց, որպեսզի մեկ անգամ եւս ձեռք սեղմեն եւ մենք տեսանք, թե մասնավորապես Հայաստանի ղեկավարը ինչպիսի այսպես ուրախությամբ փայլող աչքերով սեղմեց Ալիևի ձեռքը։ Ինչ եմ սա ուզում ասել, պարոն Սավգուլյան, դուք որպես պատմաբան, նաև ներկայացնեք ժամանակի այդ շրջափուլերում, նաև Հայաստանի վերջին 30-ից ավել անկախության տարիների նման բան եղել է, թե չի եղել, բազմիցս են եղել Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելու փորձեր։ Նու բազմիցս չէ, բայց մի քանի անգամ եղել են եւ այսօր Ադրբեջանի հետ ենք արդեն խաղաղություն հաստատում եւ նաեւ գալիս են քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներ երկրորդ անգամ արդեն եկան Հայաստան, երևի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են եւ հանդիպեցին Հայաստանի քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների հետ եւ այս երկու օրն էլ արդեն տեղեկություններ են տարածվում, որ Գյումրիում եւ Ամասիայում թուրքեր են հայտնվում պարբերաբար, սահմանը հատում են, տեսանյութեր են հրապարակում եւ հանրայնացնում են իրենց մոտ գրելով, որ սրանք ադրբեջանական տարածքներ են, մենք շուտով վերադառնալու ենք մեր բնուրան։ Մի կողմից խաղաղության գործընթաց է կարծես թե իբրև թե գնում, մյուս կողմից Ադրբեջանը չի դադարում իր նկրտումներն ու հավակնությունները հայկական հողի նկատմամբ, ասելով, որ սա ադրբեջանական տարածք է։ Հնարավոր է հարցը տան վերջապես, այսպիսի պայմաններում ինչ խաղաղության մասին կարելի է խոսել, հնարավոր է հաստատել խաղաղություն այդպիսի հարևանի հետ։ Գիտեք, կա երկու մոտեցում, մեկը ներքաղաքական եւ մեկը բնականաբար արտաքին քաղաքական։ Եթե սկսենք սկզբից 2018 թվականից, երբ Նիկոլի վարչախումբը եկավ իշխանության, նրանք տվեցին նախընտրական խոստումներ 2018-ի համապետականին, հրատարակեցին իրենց նախընտրական ծրագիրը, կանոնադրությունը, նույնիսկ այդ ծրագիրն ու կանոնադրությունը կուսակցության կողմից ընդունեցին եւ գրանցեցին պետական ռեգիստրում։ Եվ երբ դու ծանոթանում ես այդ փաստաթղթին, հասկանում ես, որ այն ծրագիրը ու այն խնդիրները, որոնք ի սկզբանե իրենք 2018 թվականին դրել են եւ այդ շրջանում օբյեկտիվորեն նշենք, որ բավականին մեծ համաժողովրդական ճանաչում ունեին եւ հարգանք ունեին, այսպես ասած, նրանք ոչ մի բան այդ ծրագրային կետերից չեն իրագործել։ Այո։ Եվ այդ ծրագիրը ավելի շատ գրված էր չիրագործելու, քան թե իրագործելու։ Եթե հայելային տարբերակով մոտենանք հակառակ կողմից, այո, այդ ծրագիրը իրանք լիովին տապալել են, կետ առ կետ։ Ինչ վերաբերվում է կոնկրետ խաղաղությանը, հայկական կողմը չափից դուրս լավատեսական է այդ խաղաղության հարցում։ Այն հիմնավորումները, որոնք իրենք բերում են, վերաբերվում են նրան, որ սահմանում հանգիստ է, զոհեր չկան, դա էլ իրենց պաշտոնական իհարկե տվյալներն է, բայց մենք ամեն օր կամ շաբաթը մեկ մի ողբերգական դեպքի մասին լսում ենք նույն բանակում, եւ այնպես չի, որ այդ խաղաղությունը
իրենց կողմից ձեռք բերված, այսպես ասած ճակերտյալ մնայուն է։ Ամենախոցելին այն է, որ կողմը, որի հետ մենք բանակցում ենք, Ադրբեջանը, չի դադարում իր հավակնոտ ծրագրերից։ Վերջերս նույն Իլհամ Ալիևը հարցազրույց է տալիս Ադրբեջանում եւ հայտարարում է, որ մենք ժամկետ ենք ուզելու կոնկրետ, թե երբ է հայկական կողմը բացելու Զանգեզուրի միջանցքը։ Իրենք ուզեցին ռազմական գործողությունները դադարեցնել, մենք ժամկետը դրեցինք, Արցախը հայաթափվեց, հիմա նույն սկզբունքով մենք առաջնորդվելու ենք։ Եվ միևնույն ժամանակ իրենք անընդհատ թմկահարում են արևմտյան Ադրբեջանի գաղափարը։ Այս կողմը ասում է Թրամփի ուղի խաղաղության խաչմերուկ, այն կողմը ասում է Զանգեզուրի միջանցք։ Վերջում ինչ-ինչ պայմաններում կոմպրոմիսի եկան։ Ասացին լավ, մենք ասենք մեր մասը թող կոչվի այսպես, ձեր մասը թող կոչվի այնպես։ Դա էլ է մի հատ անլրջության եւ զավեշտի շարքից էլի։ Այսինքն երկակի ստանդարտ մոտեցում կա, նույն երևույթի հետ կապված։ Եվ բացի այն, Ադրբեջանը այսօր հսկայական գումարներ է ծախսում այդ արևմտյան Ադրբեջան հասկացության քարոզման ուղղությամբ եւ ինչ արձագանք է լինում այս կողմից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինչքան մենք խոսենք Արևմտյան Հայաստանի մասին, ինչքան խոսենք մեր պատմական հողերի, ինչքան խոսենք մեր Արցախի մասին, դե նման կերպել իրենք են արձագանքում։ Մոռանալով հանդերձ, որ դրանք լրիվ տարբեր հարթություններում գտնվող հասկացություններ են, հա։ Հիմա շատ պատմական էքսկուրս չանենք, որ նույն Արևմտյան Հայաստանի հարցը միջազգայինորեն կարգավորում է Սևրի պայմանագրով եւ իրավավար վճիռով Վիլսոնի, որը միջազգային իրավունքի դիտանկյունից մինչեւ հիմա իր ուժը պահպանում է։ Չադրադառնանք Արցախի ճակատագրին, երբ որ խորհրդային միության դաժան տարիներին Ստալինյան բռնապետության Կիրովի հանձնաժողովը մի օրվա մեջ որոշումը փոխեց եւ դրա հիմքն այն էր, որ մենք ադրբեջանցիների հետ լեզու չենք գտնի, եթե Արցախը տանք Հայաստանին, դա հիմնավորեցին ինչ որ անիմաստ տնտեսական կապերով եւ հանձնեցին Ադրբեջանին։ Եվ մնացած այլ հարցերը։ Հիմա խնդիրը հետեւյալն է. ինչ գին մենք պետք է վճարենք այդ խաղաղության համար։ Եվ եթե մենք ուսումնասիրում ենք այդ գինը, դա գերազանցում է այն սպասելիքներ իրականում, որը ունի այս իշխանությունը։ Այսինքն, այսօր ինչի է իշխանությունը պայքար սկսել եկեղեցու դեմ։ Ինչի է ընդունում ինչ որ իրական Հայաստանի գաղափարախոսություն։ Ինչի է նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որ պետք է պարտադրի սահմանադրությունը փոխվի։ Ալիևի հանձնարարականով։ Եվ բնականաբար այս բանի այդ խաղաղության խորհրդի միջազգային այդ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը նշում է, որ իրենք Հայաստանի հետ ձեռք են բերել պայմանավորվածություններ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության շուրջ։ Փոխըմբռնում, հա, այդպես է նշել, փոխըմբռնում կա։ Հիմա ես եւ շատերը իհարկե տարակուսանքի մեջ են։ Հայաստանի Հանրապետությունը կարող է հայտ ներկայացնել Ադրբեջանի սահմանադրության մեջ փոփոխություն կատարի։ Իդեպ իրենք Նախիջևանի սահմանադրության մեջ փոփոխություններ են ձեռնարկում, որ դա էլ մի այլ թեմա է, քննարկման, որպեսզի այն հետագայում այն պայմանագիրը, որ կնքվել է, թոթափեն, բայց հիմա կոնկրետ խնդիրը վերաբերում է Հայաստանին։ Եվ այն կանխագուշակումներին, որը անում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները նախընտրական այս արդեն սկսված թոհուբոհի ժամանակ։ Դրանք ավելի շատ կանխատեսում չեն, դրանք ավելի շատ գուշակություններ են։ Մասնավորապես էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը ինձ թվում է օկուլտիզմի, էզոթերիզմի հատուկ դասընթացներ է անցել եւ երևի մասնագիտացված է գուշակությունների հարցում, եւ պատահական չի, որ ես Թավշյա հեղափոխությունը անվանել եմ Թավշյա ապոկալիպսիս, եւ այս շրջանակներում ինքը կանխագուշակում է, որ եթե քաղաքացիական պայմանագիրը հունիսի 7-ին չընտրվեց, անկախությունը կկորցնենք։ Պատերազմ կսկսվի, արհեստականության բանականություն չի լինի, արհեստական բանականություն կներեք չի լինի, աշխարհը փուլ կգա, արեգակի խավարում տեղի կունեն, այսինքն լուրջ արդեն իրան կանխատեսումներ են անում։ Ռուբեն Ռուբինյանն էր, չէ՞, ասել, որ Հայաստանը անկախացումից կզրկվի, եթե իրենք չընտրվեն։ Ինքնիշխանությունից կզրկվի։ Գիտեք,
իրանց պաշտոնական ծրագրում մի հատ հետաքրքիր միտք են մշակի արտաքին քաղաքականության հետ կապված։ Դա ոչ բառացի մոտարապես այսպես է հնչում, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային։ Քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածությամբ։ Այսինքն, եթե այսօր Հայաստանը կախվածություն ունի, ընդունեք Ռուսաստանից եւ Միացյալ Նահանգներից, դա հենց այդ քիչն է, այդ քչերից կախվածությունը, եթե մենք փոխարինենք շատերից կախվածությամբ, ընդունենք G20-ում այդ նույն 20 պետություն կա, ընդունենք 20 գերտերություն կա։ Մեր անկախությունը մաս առ մաս բաժանենք այդ գերտերությունների միջև, մենք կարող ենք հավասարակշռված քաղաքականություն վարել։ Անկախությունը դա բացարձակ արժեք է։ Իրենք գրում են այդ իրենց փաստաթղթում, քանի որ աշխարհում չկա ոչ մի պետություն, որը բացարձակ անկախ է, եկեք մենք գնանք այս ճանապարհով։ Ոչ մի հարգող իրան պետություն, ավելի շուտ ոչ մի իրեն հարգող իշխանություն, պետությունը արդեն իրանց այդ կրակնագանգել ծեռը հայկական, նման փաստաթուղթ չի հրապարակի եւ ասի, որ այս ծրագիրը ես պետք է դարձնեմ պետական հայեցակարգ, այսինքն իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը իրենք հորինել են, ներկայումս արտահայտվում է իրենց կուսակցական ծրագրում, եւ այդ շրջանակներում իրանք մանդատ են ցանկանում հայ ժողովրդից, որ եւս գալիք 5 տարին զբաղվեն պետական համակարգը քանդելով, ազգային արժեքները պղծելով, մեր ինքնության, պատմության, եկեղեցու դեմ արշավելով, սեպարատիստական շարժումներ Սփյուռքում տարածելով, Սփյուռքը հայրենիքից անջատելով, հայրենիքի պետությանը հակադրելով, պետությունը հայրենիքին հակադրելով։ Այսինքն ընկել են իրանք մի հատ սոփեստական դաշտ, որտեղ արդեն իրանք են քաոսի մեջ հայտնվել եւ վերջերս իրենց բաներից այդ անունը ԿՊ օրենսդրուհի Հասմիկ Հակոբյան կարծեմ զավեշտալի արտահայտություն է անում, որ ասում է, որ մենք մեծամասնություն ենք, չէ՞, մենք կարող ենք օրինակ արգելել Սամվել անունով տեխնացուները, տեխնացուներին, որ չմասնակցեն, չէ, ընտրություններին չմասնակցեն։ Այսինքն, եթե քո անունը Սամվել է, դու չես կարող տեխնացու լինել։ Հա, համամասնականում չես կարող ընդգրկվել։ Բայց ճիշտ է։ Հիմա հարց եմ ուղղում նույն այդ падգամավորուհուն։ Ուսապարկին։ Կարող հանգիստ ասել, իրենք այդպես падգամավորուհուն, համենայն դեպս ես պահեմ, իրենք չեն պահում էթիկայի սահմանը, ես կպահեմ։ Եվ հարց եմ տալիս, իսկ միգուցե կարող է դուք վաղը որոշում ընդունեք, որ Հայաստանի Հանրապետության 18 տարեկանը լրացած այն բոլոր քաղաքացիները, որոնց ազգանունը ավարտվում է յանով, չմասնակցեն գալիք համապետական ընտրություններին։ Չէ՞ որ դուք պարլամենտում մեծամասնություն եք։ Մի հատ փորձեք այդ կարգի որոշում ընդունեք։ Այսինքն կասկածում եք քաղաքացիական պայմանագիրը, որը պրայմերիզ է անում, մասնակցում են ինչ-որ 1000 բանը պատվիրակներ, եւ դա այն կարգի շոու են ներկայացնում, որ արդեն համապետական ընտրությունները ավարտվել է, իրանք ուղեղում, եւ ասեմ, իրանք ուժերով հանդերձ կարողանում են այնպես կազմակերպել իրենց ներքին ընտրությունները, որ մոտարպես 9% անվավեր քվե են ստանում։ Դուք պատկերացնում եք հանրապետությունում 1.5 միլիոն մարդ մասնակցի, 9%-ը ինչ է։ Դա 135,000 անվավեր է։ Եթե դու քո կուսակցությունում չես կարող մի հատ ներքին ընտրություն կազմակերպես, երբ որ ունես ժամանակ նաև այդ падգամավորների նախապատրաստես, բացատրես այդ կոճակը ոնց են սխում, դու ոնց ես ընտրում, բանը, դու ոնց ես պատրաստում համապետական ընտրություն կազմակերպել։ Բայց պարզա իրենք ոնց են պատրաստվում եւ դա շատ նման է լինելու այն տխրահռչակ մոլդովական սցենարին, որը շատերն են օգտագործում այդ մոլդովական սցենարը, բայց խորամուխ չեն լինում, շատ կարճ անդրադարձ ուղղակի անեմ, Մոլդովայում փաստորեն 2025 թվականի աշնան ընտրությունների ժամանակ մի շարք կուսակցությունների զրկում են հենց բուն ընտրություններից 3 օր առաջ համապետական ընտրություններին մասնակցելու։ Դա կարծեմ այդ Մոլդովայի սիրտ եւ չոր հզոր Մոլդովա եւ այլն այդ կուսակցություններն են լինում եւ մի քանի կուսակցություններ էլ դեռևս օգոստոսին են քրեական գործառույթը։ Այն հիմնավորումները, որ ներկայացրել են մոլդովական իշխանությունները չխորանանք, բայց փաստացի
կոնկրետ վարկանիշ ունեցող կուսակցությունների, որոնք կարային հայտնվեին պարլամենտում, այդ կուսակցությունները զրկվել են ինչ-ինչ պատճառներով հիբրիդային պատերազմի շրջանակներում, իբրև թե Մոլդովայի նկատմամբ այդ ուժերը ստացել են կասկածելի միջոցներ, այդ միջոցների շրջանակներում հիբրիդային պատերազմը սկսել իշխանությունների դեմ։ Հիմա այս մարդիկ լսել են հիբրիդային պատերազմ, բայց չգիտեն այդ ինչա։ Հիմա ինչ որ տարօրինակ բան տեսնում են, ասում են Հայաստանի դեմ սկսել են հիբրիդային պատերազմ։ Նույնիսկ գնացել են Եվրամիությանը համոզել են, որ իրենց դեմ հիբրիդային պատերազմ է։ Եվ դրա համար 17 միլիոն եվրո դրա համար շնորհ են ստացել։ Բայց ստացան թե խոստացել էին որ դե ասում են ստացան, հիմա չկարողացան եւ ապացուցել։ Ես կարծում եմ, որ այս պարագայում նաեւ Եվրոպան արևմուտքը շահագրգռված են, որ այն իշխանությունը, որը հլու հնազանդ կամակատարության ամենավերջին դրսևորումներով ծառայում է իրենց, ինչու՞ չէ, այս փուլում իրեն ձեռնտույա վերարտադրվի։ Որովհետև այս իշխանությունը ոչ մի կամային հատկություն չի դրսևորում, հա։ Դուք բերեցիք Հայաստանի Հանրապետության նախագահի զավեշտալի օրինակը, որի ամենաէկզոտիկ միջազգային սկանդալը դա Մեծ Բրիտանիայի թագուհի հանգուցյալ Ելիզավետայի հետ նկարահանվելն էր, եւ դրանից հետո ինքը պարբերաբար այո, տալիս է, այսպես ասած, կիքսեր, նաև Հռոմի պապի այդ գաղակալումներ թե հուղարկավորություններ, որտեվ ինքը հիմնականում մասնագիտացված է հուղարկավորությունների գծով։ Ես կարծում եմ նաև այդ Հունաստանում դիվանագիտական սայթակումն այն էր, որ ինքը քանի որ հիմնականում այդ թաղման ծիսակարգերի ռեպերտուարում է իրեն զգում ինչպես ձուկը ջրում, այս պարագային ֆորմատը փոխվել էր եւ դրա համար ինքը մի քիչ իր հավասարակշռությունը կորցրեց։ Այսինքն հոգեհացի էր սպասում, բայց հուսախապ եղավ։ Բնականաբար իր բոլոր տեքստերը հիմնականում կազմված են հոգեհացի համար։ Հիմա այդտեղ ֆորմատը փոխվեց։ Նաեւ ինքը ինչ որ ուղեղային կենտրոնում լուրջ դասախոսություն է կարդացել, նաեւ ինչ որ շքանշաններ է ստացել եւ այլն։ Բայց եթե ավելի լուրջ դիտարկենք, այն գաղափարախոսությունը նույն որ իրենք քարոզում են, որտեղ հաց այնտեղ կացը դարձրել են այստեղ հաց այնտեղ կաց, հակառակ ապացուցում է, որ իրենք ավելի շատ այդ որտեղ հացի այնտեղ կացի ջատագովներ են եւ պետք չէր մեր ընդհանուր հայկական պատվիրակությանը, գիտեք ինչ եմ ասում, որովհետեւ իրանք չեն գնում ներկայացնում քաղաքացիական պայմանագիր։ Այս պարագայում նրանք ներկայացնում են Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին եւ իրոք ծիծաղելի է։ Եվ հումորային անդրադարձներ կան, որ Հունաստանը մեզ հեսա հումանիտար օգնություն է տրամադրելու, որ տեսնում է մեր պատվիրակությունը այդքան քաղցած վիճակում։ Չի դուք հյուրանոցից չեք օգտվում կամ այդ հնարավորությունը չունեք, ձեր հյուրընկալող կողմին չակետալ մեղադրում եք այն հարցում, որ իրանք քաղցած են, բայց իրականում ստացվում է, որ դուք եք քաղցած։ Այդ պաշտոնական ճաշկերույթ կարելի է նման կերպ։ Ի վերջո տեղ տեսախցիկներ են աշխատում, ի վերջո կարող լավ ընդունեք չի իմացել որ բարձախոսը միացած է, բայց դու Հայաստանի Հանրապետության գլուխն ես ներկայացնում, հա, սահմանադրությամբ դու պետության առաջի քաղաքացին ես, ոչ Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե Վահագն Խաչատրյանը նախագահ զիջել է իր տեղը, բայց սահմանադրությամբ ինքն է պետական գլուխը։ Եվ միգուցե այս խաղաղության խորհրդի ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվել էր Վենսիստվերում, միգուցե Հայաստանի Հանրապետության նախագահը, որ Նիկոլ Փաշինյանի տեղում կանգնած լիներ, Երևան իրականում մեր պետության գլուխը ով է, հա? Երևի Երևան։ Բայց հղումը չեմ տալի ֆիզիկականին, այլ տալիս եմ լիազորություններին։ Ամեն մեկը պիտի մնա իր սահմանադրի իրավական լիազորությունների շրջանակում։ Նույն Վահագն Խաչատրյանը բանում է Դավոսի համաշխարհային խորհրդաժողովի ժամանակ շնորհակալական խոսքեր է հղում Ալիևին եւ այդտեղ էլ հրճակում է Նիկոլ Փաշինյանի երկրի ղեկավար։ Չկա նման եզր։ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես կառավարության մենեջերն է, կառավարության մի մասն է։ Ինքը նույնիսկ սահմանադրությամբ կետ չկա, որ ինքը կառավարության նախագահն է։ Չկա այդպես բան։ Ինքը կառավարության համակարգողն է։ Եվ այն լիազորությունները, որ այս շրջանակում ինքը իրան վերապահել է, սա արդեն աբսոլյուտիզմի ժանրից է, երբ որ պետական ղեկավարը կանգնում եւ հայտարարում է այն ձևաչափը, որով պետքա լինեն գալիք համապետական ընտրությունները։ Սա պետքա չլինի, նա պետքա չլինի։ Չի Փաշինյանն էլ բղավելով հայտարարել էր, չէ, որ եկող իշխանություններում օլիգարխ չպիտի լինի եւ նախկին նախագահներ պիտի լինեն։ Դե հենց դա եմ ասում, նա իրավունք չունի իրականում
ընտրությունները ինչպես է կատարում, իրանք մոռացել են, իրանք տարվել են իրենց ներքին պրայմերիզներին, իրենց ներքին ընտրություններին։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ունի ընտրելու իրավունք։ Այսինքն դու պետական մակարդակով ուզում ես ուղղորդես, որ ինչ լինի։ Ինչի իրանց, այսպես ասած, падգամավորների ցանկում գործարարներ չկան, հներ չկան։ Հիմա եկավ նորից խաղի կանոնները փոխելու ժամանակը, նորից այդ հին ու նոր, սև սպիտակ, հասարակությանը պառակտելու։ Այս իշխանությունները անընդհատ Թակուի ջան խոսում են արտաքին խաղաղության մասին, սահմանների անվտանգության մասին, բայց պատերազմը տեղափոխվել է թիկունք, ներսում է, հիմա է պատերազմը։ Եվ իրականում, այո, մենակ դա չէ։ Եվ սառը եւ տաք պատերազմները ամփոփված են նույն հիբրիդային պատերազմի մեջ, որը իրանք սիրում են օգտագործել, որ ինդիմությունն է իրանք նկատմամբ վարում, բայց հակառակն է։ 2018 թվականին ձեր կարծիքով նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժումը որտեղից ծագեց։ Կաթողիկոսին քաշքշեցին, չոր մեղադրանքներ ներկայացրեցին, հետո հասկացան, որ հանրային լայն ընկալում չի ստանում, հատկապես մեծ բացասական ազդեցություն ունեցավ մարդկանց վրա այդ կաթողիկոսին քաշքշելը, ինչ բանը ամենայն հայոց կաթողիկոսն է, առաքելական եկեղեցու առաջնորդն է, ինչ որ մի հատ խժբժ ամբողջ գալի այդ մարդում այս երկրում քաշքշում, այսինքն կաթողիկոսը Հայաստանի Հանրապետությունում պաշտպանված չի եւ ոստիկանությունը իրավապահ մարմինները ոչ մի քայլ ռեալ չէին իրագործում կամ կաթողիկոսին թույլ չտալ Սարդարապատ այցելելու ժամանակ այնտեղ կասեցնել բանի հմեկի ալիքով այո թույլ չտալ որ ինքը պետքա ելույթ ունենա ամանորյա ուղերձը այս ինչ սահմանափակում հիմա մենք կարող ենք համարել որ հիբրիդային պատերազմի հիմնադիր կյանքահայրերն ու կյանքամայրերները քաղաքացիական պայմանների կուսակցության ներկայացուցիչներն են որովհետև այդ սկիզբը դրվեց նոր Հայաստան նոր Հայրապետ շարժումով Իսկ եթե կհիշեք 2025 թվականին, երբ որ Նիկոլի Շաքերտյալ հանճարեղ ուղեղում ծագել էր իրական Հայաստանի գաղափարը, մի պահ ինքը կանգ առավ այդ միջանկյալ հատվածում նաև 4-րդ հանրապետության մասին, որ խոսում են, ինքը ասաց մենք պետք է կերտենք նոր Հայաստան։ Հիմա գալիս եմ դրան պատմականորեն զուգահեռ անցկացնում են։ Նոր Հայաստան, նոր Հայրապետ, հիմա ինքը առաջարկում է այդ իր ճանապարհային քարտեզով եկեղեցու բարեփոխումներ եւ ուզում է փոխի Հայրապետին։ Այդ պատահականությունը ստացվում է նոր Հայաստան է ուզում սարքես 4-րդ հանրապետության ճանապարհ ու նոր Հայրապետ է ուզում։ Այսինքն ժողովրդի ենթագիտակցության մեջ կամա թե ակամա իրանք պլանավորված, ծրագրավորված դրել են, բայց դուք ձեր կարծիքով իրանք 2018-ին այդ ամեն ինչը պլանավորել էին։ Հա, այդ աստիճանի իրանք պետական փորձ ունեն, եթե նայեք 2018-ից 20 թվականները, այն կադրերը դեղնակտուցների, որ հայտնվել են պետական հիմնարկություններում, կատված էին ամբողջ քաղաքծառայության ինստիտուտը միայն նրա համար, որտեղ իրանք բերած մարդիկ աշխատանքային պետական ոչ մի ստաժ չունեին, փորձում էին այդ պետական համակարգը կարային իրանք ունեցած կադրերի ժողովրդական լեզվով ասած գյորա։ Տենց էին ուզում, այսինքն պետական համակարգը այսօր ամբողջությամբ կարված է Նիկոլ Փաշինյանի մտահորիզոնի, որը բավականին է առումով սահմանափակ չափերով։ Դրանից ավել այս պետությունը չկա։ Եվ բնականաբար մեր պետությունը կրեց շատ լուրջ պարտություն, շատ լուրջ։ Եվ դա միայն պատերազմում կրված պարտություն չէր։ Դա պարտությունների շարք էր, որը մինչև հիմա շարունակվում է։ 2020 թվականի 44 օրերի ժամանակ նոյեմբերի 9-ին կնքվեց այդ Չարաբաստիկ 9-ից 10 լույսը գիշեր պայմանագիրը կապիտուլյացիոն, որից հետո Հայաստանի նկատմամբ պարբերաբար Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից սկսեցին ճնշումներ, որոնք հիմա շարունակվում են, բայց ռազմական նաև, հա, ռազմական ճնշումներ նաև։ Եվ ռազմական ճնշումներ չմոռանանք, որ այդ պատերազմին հաջորդեց նաև 2021 թվականի սեպտեմբերի ջերմուկի պատերազմը, այսինքն մարդիկ այսօր եկել են Հայաստանի Հանրապետության կամ չմարտիկ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի 20000 հեկտարի նկատմամբ վերահսկողություն են։ Դա մոտավորապես Երևանի վարչական տարածքն է, որ հերոստատիտողները պատկերացնեն դրա չափը ինչ կա։ Երևանի չափ տարածք
այսօր գտնվում է իրանց ադրբեջանցիների եւ իրանք չեն սիրում դա ասել 20000 հեկտար, գիտեք ինչի, որտեվ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ որ նախորդ իշխանությունները, սա իրանց գովազդը չեմ ասում, իհարկե, գովազդի շրջանակներում չեմ ասում, կորցրել էին 800 հեկտար, այդ ժամանակվա ընդդիմությունը, որ այսօր գործող իշխանությունը կամ ընդդիմության փշուրները, որոնք դարձան իշխանություն, լեզվի փաթաթան են, ամբողջ օրը թմկահարում էին, որ Սերժ Սարգսյանը կորցրել է 800 հեկտար։ Սերժ Սարգսյանը 800 հեկտարը կորցրել էր Արցախի ազատագրված տարածքներից, որոնք միջազգայինորեն ճանաչված չեն եւ չէին մտնում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դուք 20000 հեկտարը այսօր թողել եք թշնամու վերահսկողության տակ եւ ավելին։ 2-3 տարի առաջ էր նույն Նիկոլին հարցազրույցի ժամանակ հարց է ուղղում լրագրող, ասում է մենք բավարար միջոցներ ունենք, մենք պատրաստ ենք, որ պատերազմ սանձազերծվի եւ դիմակայենք թշնամուն։ Ասում է կարևոր չի մենք պատրաստ ենք, թե ոչ, մենք չենք պատերազմելու։ Բայց ինքը մոռանում է, որ այդ արտահայտությունը արել էր եւ անցնում է որոշակի շրջան, գալիս է 2025 թվականի պետական բյուջեի քննարկում, պետական պարկ, ինքը հայտարարում է, որ 14.2 միլիարդ դոլար պարտքից 8 միլիարդը, որը կուտակվել է իրանց օրոք, ինչ են արել, զենք են առել։ Դե դա հերթական սուտն է։ Զենք են առել, լավ, զենք եք առել 8 միլիարդ դոլարի, հետո պաշտպանության նախարարը, հարյուրապետ Սուրեն Պապիկյանը հայտարարում է, որ լրագրողներն ասում են, խնդիր չկա, լրագրողներ չկան։ Եկեք ձեզ տանեմ այդ զենքերը, զինամթերքը ցույց տամ։ Հիմա Փաշինյանն էր ասում, խմբեր կազմել։ Լրագրողը, Փաշինյանն էլ առաջ է, լրագրողները, դուք օրինակի համար գնացիք այցելեցիք, ձեր առաջ բացեցին մի հատ անգար, ցույց տվեցին այն հնդկական ֆիլմերի գեղեցիկ հրթիռները, վարդագույն ժապավաններով կապված եւ փաթեթավորված։ Դուք պատկերացում եք ունենալու դրա գինը ինչը, արժեքը ինչը եւ այլն։ Կամ դա տարբերակ է, այսինքն ձեզ է ցույց տալու, դա պիտի նկարահանվի, հա դու ամբողջ ռազմամթերքդ պետքա ի ցույց աշխարհի դնես։ Այստեղ խնդիրն է նա, որ ինքը բնականաբար մանիպուլյացիոն հայտարարություն է, եւ եթե դուք իրոք ունեք այդ 8 միլիարդի տեխնիկան, գոնե դրա 10%-ը հունվարի 28-ին բանակի տոնի հետ կապված մի հատ սիրուն ռազմական շքերթ կազմակերպեք, դա ցուցադրեք, որ մենք իմանանք, որտեղ մենք լրատվությունից ենք իմանում։ Ֆրանսիան մեզ տվեց վերջին տեխնոլոգիաներով ինչ որ մեքենաներ, ռազմամեքենաներ։ Հնդկաստանի հրթիռները ժամանեցին եւ այլն, եւ ուր են դրանք։ Դրա համար հասարակության մեջ կարա տարբեր տեսակի հարցեր առաջան։ Հաջորդ հարցադրումը։ Երբ որ իրենց հարց են ուղում, իրանք մի հարցի տակից ընդունեք։ Վարպետորեն դուրս են գալու, բայց մոռանում են, որ երկրորդ հարցը կա։ Դուք որ ամբողջ օրը խոսում եք խաղաղության մասին, 8 միլիարդի զենք առել, ուր եք դրել։ Այսինքն, այսօր դուք բանակը կրճատում եք 25%-ով, 18 ամիս եք սարքում, սա էլ է դարձել մատի փաթաթան, չեն կրճատում երամսյա հավաքների ժողովուրդը կգա կլրացնի եւ այլն։ Այդ մի հատ ուրիշ նաեւ թեմա։ Բայց փաստացի դուք 24 ամիսը դարձնում եք 18 ամիս, իմանալով հանդերձ, որ մենք սահմաններում ունենք մի զինվոր պահպանվող սահմանագից չափով գերծանրաբեռնվածություն։ Այն աստիճանի գերծանրաբեռնվածություն, որ լինում է զինվորը ոչ թե 15 օր մնում մարտական հենակետում, այլ մնում է մի ամիս։ Չեն զեկուցում պաշտպանության նախարարին։ Չեն ասում, որ այդ երամսյա հավաքների մարդկանց բերում ես, այդ մարդկանց մի մասը կոմպետենտ չի, այդ մարդկանց մի մասը ընդհանրապես զենք չի վերցրել, եղել են շարային եւ եղել են ոչ շարային, եւ այդ մարդիկ մարտական հենակետում ընդհանրապես չեն ծառայել։ Այդ մարդկանց դու տանում ես, որ սահմանը պահեն, ինչ անեն։ Մարդիկ զենք չեն բռնել։ Ես զորավարժության մի 2 տարի առաջ էր մասնակցեցի, հետներս մարդկան ընդհանրապես զենքի ձեռք, բայց այդ մարդը բարձրացավ մարտական հենակետ։ Ծառայածները եւ մարտական հենակետում մարտական հերթապահություն կատարածները կհասկանան ինչ է նշանակում, երբ որ մարդը զենքի հետ վարվել է, չգիտի, չնայած որպես օբյեկտիվ ասեմ, որոշակի շրջանում նախապատրաստական դասընթաց են ասում, բայց 10 օր է անցնում, 15 օր է անցնում։ Այդ զենքի հետ վարվելը մշակույթ է, ենթադրում, որը դու սովորում ես այդ 2 տարում, դու այդ մարդկանց բերում ես, մարդիկ էլ կա 20 տարի ընդհանրապես զենքի հետ չեն վարել։ Ու այդ մարդկանց դու հանում ես մարտական հետաքետերը պաշտպանել։ Այս ամեն ինչ եմ ասում, Թակույ ջան, որ համատարած երկրում քաոս է տիրում պետական կառավարման համակարգում, դրա պատճառով կարող է ներքին գործերի նախարար հայտարարել, որ մեր մոտ հանցագործությունների նվազման տեմ կա, բայց ենթադրենք մի շաբաթ հետո նայես Աչափնյակում Սիցիլիա են սարքում
երիտասարդների ձեռը ինչ գործ ունի AK-74-ը իրար բան ավտոմատներով կրակում են։ Ինչ գործ ունի, իսկին թաղային չունես, դարձրիր պարեկներ, ինչ որ ծրագրեր բերեցիր, զարգացրեցիր, մեր ոստիկանությունը թևակողեց նոր փուլ, ազգային գվարդիա սարքեցիր, բանակի բյուջեն կրճատում ես, տալիս ես ներքին բանակն ես հզորացնում, այսպես ասած ներքին զորքերն ես հզորացնում, նոր գվարդիա ես սարքում, որ ժողովրդին ճնշես, դա էլ է հասկանալի, նախընտրական կերպերը ավելի են թեժանում, պետքա քեզ համար ավելի ճիշտ է, որ դու ներքին զորք ունենաս։ Քեզ պետք չի բանակ ունենաս, որովհետև քեզ ասել են, դու պիտի բանակ չունենաս։ Դու պիտի եկեղեցի չունենաս։ Քո պատմությունը պետքա սկսի 2018 թվականից, ոչ, հետ պիտի չգնաս։ Ադրբեջանի պատմությունը սկսում է 1918 թվականից։ Իրենք ուզում են 100 տարով ավելի հին պատմություն ունենան։ Մի քաղաքակրթությունից, մի պետությունից, որի բանը պատմությունն ու արմատները հազարամյակներով կապված են այս տարածաշրջանի հետ։ Եվ այս առումով, բացի այդ խաղաղության պայմանագիրը քննարկելուց զատ, իշխանությունները տանում են այն քաղաքականությունը, որպեսզի մեր պետությունը կորցնի իր ազգային դիմագիծը։ Ամեն ինչ անում են դրա համար։ Եվ դրանով է պայմանավորված եկեղեցու դեմ արշավը։ Դրանով է պայմանավորված, որ հայկական հաստատությունից նույն եկեղեցու պատմությունը իրանք արմատախիլ արեցին, եկեղեցին պառակտեցին, գնդերեցների նկատմամբ շարժում սկսեցին։ Այո, գնդերեցներին փաստորեն տարան մցրեցին զինուժի։ Գեներալի մակարդակով, բանակի գեներալի մակարդակով գնդերեցների հետ բանակցություններ են վարում, քահանաներից մեկը ասեց, ես իմ ձեռքի տակ տենց փաստաթուղթ չկա, որ այո, գեներալի մակարդակով մոտեցել են եւ համոզել են, որ ենթադրենք դուք այսքան գումար կստանաք, մի 6-700 000 դրամ աշխատավարձ կստանաք, հիմա ինչ որ չնչին բան եք ստանում, ուրացեք կաթողիկոսի բանը համբուրեք Նիկոլի աշխարհիկ խաչը եւ դուք կապրեք ուրախ, անհոգ եւ երջանիկ։ Իդեպ վերջերս էլ ինչ որ տեղեկություններ, ճիշտ է, իսկությունը այդպես էլ չստուգվեց, բայց այդ տեղեկությունը դեռևս շարունակում է արտիական մնալ, որ ինչ որ տնտեսական հաստատությունում խանութում, եթե չեմ սխալվում, մարդկանց արգելել են խաչեր կրել իրենց վզներին աշխատանքի ժամանակ, արգելվել է սեփականատիրոջ կողմից, որպեսզի աշխատակիցները խաչերով ներկայանան աշխատանքի։ Այդպիսի ինֆորմացիա։ Դե ասում է առանց կրակ ծուխ չի լինում եւ հավատալի է այս իշխանությունների օրը, երևի թե իշխանահպատակ կամ իրենց այստեղ երկրպագող որևէ մեկն է եղել, որևէ գործարար, որը այդպիսի քայլեր է ձեռնարկել։ Եվ սա նորություն չէ, որտեղ հիշում եք Փաշինյանը վաղուցվանից էր մարտահրավեր նետել խաչերին, երբ որ ասում էր մեքենաներից այդ խաչերը ինչու եք կախում, Հայաստանի որ մասը խաչքարեր են դրված։ Գիտեք, նաև դեմեր, որ ասում էր էսթետիկական առումով ճիշտ չի, որ փողոցներում կամ ինչ որ տեղերը տենց մեծ խաչեր են տնկում եւ այլն։ Դե այդպես էր ներկայացնում իհարկե։ Դա նուրբ դաշտ է։ Եվ Հայաստանում հազարավոր կառույցներ կան եւ եկեղեցիներ եւ սրբատեղիներ, հա, նույնիսկ մեր թաղերում փողոցներում քայլում ես, ինչ որ մի հատ փուճուր տեղա սրբատեղիա, որը ենթադրենք 2 կամ 300 տարվա պատմություն ունի։ Ժամանակին ինչ որ մեկի հետ կապված է, դա արդեն դարել է ոնց որ տեղում մարդիկ եկեղեցի ենթադրենք ուխտատեղի են սարքել։ Այդ Սարալանջի հատվածում որ ասում ես մի հատ փուճուրիկ մատուռ կա, մինչև այդ մատուռը էլի ուխտատեղի է։ Նոր Մարաշում որ քայլում ես մի եկեղեցի է Սուրբ Մարիամ Աստվածածինը, բայց փողոցներում մի հատ գողտրիկ տեղ կա հին նորքում, էլի սրբի անկյուն է, ու մի քանի այդպիսի անկյուններ կան։ Հիմա դա մեր ժողովրդի հավատալիքների, ավանդույթների եւ կրոնական ինչ որ չէ նաև նախապաշարումների մեջ է մտնում, այդ դաշտ պետք չի մտնել, բայց իրանք բոլոր դաշտերը մտնում են։ Իրանք ասում են, որ մենք պետքա նաև մտնենք ընտանիքի բյուջե։ Իրանք ասում են, որ մենք պետքա ասենք, թե դուք բյուջեն ոնց եք կառավարում։ Իրանք ասում են, որ ծերը չի կարողանում իր բյուջեն կառավարի, որ մենք ձեր թոշակը պիտի կառավարենք։ Խափում են, ասում են հետ վճարներով եւ այլն, բացարձակ իմաստով ինչ որ բաներ են ներկայացնում, բայց փաստում է, որ այդ հետ վճարը նաև կൂട്ടակային գաղափար չունի, այսինքն ինչ առումով ֆունկցիա չունի։ Դիցուք դուք կենսաթոշակ եք ստանում, դուք չէ բնականաբար թոշակ եք ստանում, հա, եթե ինքը սննդի կետից օգտվում, իմիջիալից կոմունալ ծախսեր ինքը չի կարող այդ հարցը լուծի մնալ։ Հիմնականում սննդի կետերից, եթե դուք այդ ամիս չեք օգտվում, հա, կուտակվում, ընդունեք 3 ամիս ձեր թոշակը կուտակվեց։ Եթե դուք այդ մի ամսվա մեջ 120,000-ի բան եք անում, այնտեղ լիմիտ կա։ Դա չի 20%-ը, այո, դա առաջ միջև 6,000, հիմա 10,000։ Մարդիկ կա, որոնք իրենց գումարը կուտակել են տարվա վերջ, տոմս պիտի առնի, չգիտեմ ինչ որ խնդիր լուծի, ինքը իմացել է, որ ամեն այդ գումարից ինքը ունի 6,000։ Դե հիմա արդեն
10,000 Չել մտածել, որ դրա սահմանափակումը կա։ Իրանք նաև քարոզը տարել են այն առումով, ապա տեղեկատ, որ կոնկրետ այսքան տոկոս է, 12%, մարդը մտով իր 12% անում։ Հիմա բազմահազար թոշակառուներ գնում են, ստուգում, տենում են, տեղեկանքներ են վերցնում բանկից, տենում են, որ ինչ-որ լիմիտ կա, բա ինչի իրանց այդ տարվա թոշակը Ենթարենք ընդհանուր բյուջեն եղել է մոտ 500,000 դրամ, այդ 500,000 դրամի 12%-ը, այսքան անում 20%-ը հիմա, այսքան պետք է մարդկանց էլ բացատրել, որ չէ, այդ որ տալիս են, այդ ամիս պետք է վերցնես ու վազես սննդի խանութ, այդ սննդի խանութում սպարես քո գումարը։ Այո, բացի դրանից, թոշակառուներից շատերը չեն կարողանում այդ բանկոմատից օգտվել, տալիս են իրենց հարազատների կամ հարևանը տալի, մի անգամ մտնում է մարդը կանխիկացում է, այդ փողը բերում է, մարդը իր բացի տակ պահում է, քիչ-քիչ ծախսում է, որ մեղություն չտա։ Այսինքն դու անընդհատ ինչ որ անհարմար իրավիճակներ ես ստեղծում, որ մտածում ես այդ բանը, թոշակառուն, բիզնեսմեն է, ձեռներեց է, 75 տարեկան է, ինչ է, ինքը բոլոր այդ խաղերից, IT բանից հասկանում է, դու այդ թոշակառին բերում ես լրիվ 18-20 տարեկանի դաշտ։ Եվ դա իրականում ծաղրանք է։ Ծաղրանքը մեր մեծերի նկատմամբ են մարդկանց, որոնք ներդրում են ունեցել այս պետությունում, տարիներ շարունակ աշխատել են տասնամյակներ։ Դե եթե երկրի նախագահն է սոված, ինչ եք ուզում պարոն Սավկոլյան, թոշակառուների վիճակը սա պիտի լինի էլի։ Եթե երկրի առաջին պաշտոնը մենք ժողովրդական լավ խոսք ունենք, ասում եմ մարդու աչքը պետքա կուշտ լինի։ Եվ ես ընդհանրապես աշխատում եմ, անդրադառնում եմ այդ մարդկանց հանրային կերպարներին, բայց ձեռնպահ եմ մնում ինչ որ ընտանիքի անդամի բան, որոնք ընդհանրապես հանրային կերպար չեն, բայց այս վերջերս մի հոգի գրել էր, գրել էր այսպես էլի կոմենտներում, որ իրականում ասաց ես ճանաչում եմ հանրապետության նախագահին եւ ինքը բավականին լավ ընտանիքից է եղել ու շատ հարգարժան ծնողներ ա ունեցել։ Ասում եմ, բայց ես հիմա իր կերպարին տեսնում եմ, ապշում եմ։ Այսինքն այդ մարդը ճանաչել է, հա, ընտանիքին եւ ես չեմ կարծում որ իրականում հանրապետության նախագահը ու падգամավորները այդքան քաղցած են այն աստղաբաշխական բանից պարգևավճարներից հետո որ ստանում են բայց ասում է ախորժակը ուտելուց է բացվում հա նույնիսկ բանը 3 միլիարդի պարգևավճարը հետո հիմնավորել ընդհանուր 8 տարվա մեջ իրանք տվել են 1 միլիարդ 200 միլիոն դոլարի պարգևավճար այդ 8 միլիարդ պարտքը որ կա գիտեք եթե երկրի վարչապետը իրավամբ կարծում է որ պետության բյուջեն մեր ընտանիքի բյուջեն է եթե դուք օրինակի համար պարտք եք հա մեծ գումար եք պարտ դուք չեք կարող չէ ձեզ ճոխություններ թույլ տաք այսինքն այն համեստ կարողությունը որ դուք ունեք եւ դա համարում եք ձեր ընտանեկան բյուջեն դուք գործուղումների վրա ծախսեք, թանկարժեք կոստյումների վրա, ռեստորանների վրա, այսինքն դուք կոնկրետ տնտեսում եք, չէ՞ ձեր բյուջեն։ Տնտեսում եք, փորձում եք այս պետության մեջ մի քար դու ավել դնես։ Հիմա երբ որ դու նայում ես, որոշեք ռեյտինգային կարգով, դրեք բոնուսային համակարգ, իրանց չի վերաբերում, իրանք չեն անելու, նոր իշխանությունները։ Այո, այն մարդը, որը այդ 8 ժամը թեկուզ մնում է պետական համակարգում, օպտիմալ է օգտագործում 10 նամակի փոխարեն 25 նամակի է պատասխանում այդ մարդու աշխատանքը արդյունավետ է ավտոմատացրեք համակարգը այն կարգի որ իր աշխատավարձի հետ ինքը այդ բոնուսը ստանա մի վերցեք ցուցակը որոշեք այս ինչը իմ մոտիկն է իմ ֆավորիտն է պիտի իր աշխատավարձի երրապատիկի 7-նապատիկի չափով ստանա դե իրանք ըստ իրանց կրթության մակարդակի են չէ՞ ստեղ նաև իրանք կրթության մակարդակով են ստացել իրանք կրթության մակարդակով չէ իրանք անվերապահ հավատարմության կաշառք է բաժան անվերապահ հավատարմության չափանիշով են առաջնորդվում վերևից մինչև ներքև այս նախարարները հավատարիմ են հա կեղծ պատարակներին մասնակցել են ես կարող եմ որպես քաղաքացի հա այդ ենթադրությունը շատ հանգիստ անեմ որովհետև երբ որ մարդը կանգնում ասում է որ ես արժանի եմ այդ աշխատավարձին հարց եմ տալի օրը ունի 24 ժամ որից 8 ժամը կամ 10 ժամ է նախարարները իրականում ավելի շատ ժամանակ են ծախսում 12 ժամ էլ կարան ծախսեն բայց դրա մեջ պիտի բովանդակություն ունի Արտադրության նախարար, ներքին գործերի նախարար, հանցագործությունները որ նայում ես 2017 թվականը թողեցին 2025-ը, հա? Կրկնակի աճել։
Ընդ որում աղմկահարույց մենք Այո, կրկնակի հանցագործությունները Թախուի ջան, աճելա կրկնակի 8 տարում։ Թմրանյութերի շրջանառությունները աճել, դա էլ Մասսայականությունն է վայելում, այդ ծածկադմփոց են անում, բայց ահա որ դպրոցներում է դա տարածվել, առաջ զարմանում ենք, որ բանը հարևան երկրների դպրոցներում դա տարածվել է, ֆիլմերից ենք դա նայում ամերիկյան, զարմանում ենք, որ ոնց կարելի է այդ կարգի թմրանյութերը շրջանառություն ունենան։ Բայց այսօր այդ մասսայաբար տարածում դրա դեմ չեն պայքարում։ Գրպանահատությունն է նաև բավականին շատացել որովհետև պետական համակարգը պետք է աշխատի ժամացույցի պես, բայց ոչ փչացած ժամացույցի պես, որ օրը ընդամենը 2 անգամ ճիշտ ժամանակը ցույց տա։ Իրանց մոտ այդ 24 ժամվա մեջ մի 2 անգամ պատահում է, որ իրանք ճիշտ են դուրս գալի։ Այդ ճիշտը որ դուրս են գալի մուլտիպլիկատիվ էֆեկտով։ Ցույց են տալի, այդ ճիշտ օրինակ ձեռքսեղմումն է Վենսի հետ, Թրամփի հետ հանդիպելը, Իշտոյանա վիժում եւ այլն։ Այս շարքը լավ փաթեթավորում են, ժողովրդին ներկայացնում են, ուրախ, չախ, բախտավոր ապրելու եք ժողովուրդ ջան։ Գնում ենք այս ճանապարհով։ Չէ, իրականությունը չի համապատասխանում, ժողովուրդ ջան, որովհետեւ եթե այսօր քեզ Թշնամի պետություն հանդիսացող եւ Թուրքիան եւ Ադրբեջանը թելադրում են, թե ինչպես քո սահմանադրությունը պետքա գրվի։ Երբ որ նրանք կազմակերպում են ադրբեջանցիների թավշա հոսքը քո երկիր, ամասից մուտք են գործել մարդիկ, հիմնավորվում այդ ադրբեջանցիներից գերեզմաններն են այցելում։ Եղել է նման այց, որ ստեղից հիմա կարողանան դեպի Արցախ օրինակի համար այցելեն մարդիկ իրանց շիրիմներ։ Եթե շիրիմներից մի բան մնացել է, եթե ամբողջը չեն ավերել։ Կամ գնան Բաքու եւ այլն։ Հիմա նայեք, իրանք այդ 300,000 բանի փախստականների, այսպես ասած, խնդիրը, որը թմկահարում են, որ պետքա գան։ Բայց 300,000 ադրբեջանցիների համար նաև պետքա դպրոցներ կառուցեն։ Պետքա նաև մսկիթներ կառուցեն։ Պետքա նաև ասեն, որ գիտեք ինչ, վայ, այս ինչ որ բան եղավ, ձեր Հայաստանում հանցագործության աճը էս մակարդակը վաղ ազգամիջյան ընդհարումներ անելու։ Մենք կկազմակերպենք, կստեղծենք ադրբեջանական ներքին գվարդիա։ 300,000-ի մեջ դուք կարող է 20,000-ը իրանց բանակայիններից ուղարկեն քաղաքացիական հագուստով։ Այդ բան Թշնամու բանակը գործի քո դաշտում։ Հիմա սա լսենք, ասեն, այս ինչ աբսուրդի ժանրից է խոսում։ Բայց օդում կախված դուրերի համաձայն մարդիկ արդեն ստեղ նախնական պահանջներ են դրել, նաև որ մսկիթների տարած պիտի լինի, առնվազն 10 մսկիթի տարած պետքա տրամադրեն։ Ադրբեջանում մոտ 10 միլիոն մարդ է ապրում։ Իրանք ունեն 2000 մոտավորապես 500 մսկիթ։ Եթե այդ 300,000-ը Հաստես դա առնվազն այդ նույն համամասնությամբ մի 75 հատ մսկիթ ուզելու են որ կառուցեն, որտեղ դա պետքա սպասարկ իրանց մոտ շատ լուրջ է այդ կրոնական բանը դրված, հա։ Այսինքն մսկիթը սարքեն, գյուղը սարքեն, բնակչությունը լցնեն եւ իրանց արծացած արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունը դարձնեն իրականություն եւ այս վերջերս նույն բանը Իլհամը լկտիաբար այդ ինչ որ հանդիպում էր քաղաքացիների հետ, ասում էր որ հայերը իրանց գլուխը պիտի մտցնեն, որ մենք ինչ ուզում ենք դրան հասնում ենք։ Հիմա եթե սա ասում ես քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները ասում են դա իր ներքին լսարանի համար է։ Լսիվա ներքին լսարանը Ադրբեջանն է, բա Ամերիկայում ինչ է հայտարարում որ սահմանադրության Հայաստանի Հանրապետության սահմանադրության հարցում փոխըմբռնման կամ Մյունխենում համաձայնության են եկել։ Տեղեական չի բովանդակությունը որտեղ բայց շնորհակալություն որ դա։ Իդեպ վերջում ասեմ որ դուք ասում եք աբսուրդի ժանրից, իրականում աբսուրդի ժանրից չէ, որտեղ վաղուց արդեն մարզերում բնակվող հեռավոր մարզերում մասնավորապես Սյունիքում բնակվող քաղաքացիները հազանգում են, որ այնտեղ չափումներ են անում եւ ցուցակով վերականգնում են այն տներն ու տարածքները, որտեղ ժամանակին ադրբեջանցիներ են ապրել, այսինքն արդեն ցուցակագրում են, որպեսզի այդ մարդկանց բերեն եւ ասեն ձեր նախնիների կամ չսրելու համար ստվերային աշխատանքներ տանում են եւ իրենք հստակ ունեն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ներկայացված այն բոլոր պահանջների տրցակը, այսպես ասած, որը ճանապարհային քարտեզը, որի մեջ մտնում է նաև եկեղեցու դեմ պայքարը, որի մեջ մտնում է նաև հայրենիքը ուրանալը դա բանը հավասարացնելը պետության այս ներկա սահմանները եւ այլ եւ այլ։ Մի հատ հսկայական փաթեթ։ Եվ ամեն ինչ անելու են, որ դա այստեղ իրականացնեն։ Եվ խնդիրներն է, որ դա չի արում հայ ժողովրդի եւ մեր պետության համար, դա արում է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վերարտադրվի, հնարավորինս շատ տոկոսով վերատրադրվի գալիք համապետական ընտրությունը եւ ես առիթից օգտվում եմ դիմում եմ մեր բնակիչներին մեր հասարակությանը քաղաքացիներին որ աչալուրջ լինեն
եւ գալիք համապետական ընտրություններին ամենակարևորը մասնակցեն ընտրության եւ երկրորդ հերթին հասկանան թե ում են ընտրում, որովհետեւ եթե մենք նայում ենք տվյալները, նա 2021 թվականին համապետական ընտրություններին մոտավորապես 2.5 միլիոն ընտրողից մասնակցել է մոտ 1.300.000, այսինքն մոտ մի 49%։ Երևանի ավագանու ընտրություններին 2023 թվականին 834.000 ընտրողից 590.000-ը չի մասնակցել ընտրության։ Այո, Հսկայական չի մասնակցել։ Եվ նաև այն քաղաքացիները, որոնք մտածում են, որ ամեն ինչ որոշված է, ամեն ինչ ավարտված է, որ ասում են, սա գծած է, սա խոսածած է, չկա նման բան։ Ցանկացած իշխանություն, որը փորձի նույնիսկ կեղծել ընտրությունը, եթե բնակ ընտրողների ռեգիստրում ֆիքսված 80% մասնակիցները կարողանան գնալ եւ իրենց քվեն տալ, հաստատ այդ ընտրությունը ոչ մեկ չի կարողանալ ֆիզիկապես կեղծի։ Եվ հայաքվեի շրջանակներում գիտեք, որ մենք դիտորդական առաքելությամբ ենք զբաղվել։ Եվ դրա դեմ էլ էս նյու մոլդովական սցենարում առաջի քայլը պիլոտը արեց քաղաքացիական պայմանագիր իշխանությունը, ընդունեցին օրենք, որով սահմանափակեցին դիտորդական առաքելությունների մասնակցությունը, 3 վերապահումը դարձրեցին ինչ որ 11 կետանոց, որպեսզի ամեն ինչ անեն, որպեսզի խոչընդոտեն, որովհետև հայաքվե դիտորդական առաքելությունը սարսափ էր ներշնչում տեղի ՔՊ-մետ, Արբանյակ, Գրանտակեր կազմակերպություններին, որովհետև Դիցուք Գյումրի եւ Փարաքարի ընտրություններին մենք մասնակցել ենք Փարաքարի 180 դիտորդներով։ Գրեթե ամեն մի տեղամասին 2 դիտորդ եւ պլյուս դրան ամեն 10 տեղամասին մի պատասխանատու։ Եվ այս թիվը իրանց սարսափեցրել էր։ Եվ արդյունքում նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցած մտքի բախումներ տեղի ունեցավ, որ իրանք ուզում էին մեզ զրկեին վաղարշապատում մասնակցելու հնարավորությունից, ընդհանուր առմամբ ասեմ շատ չխորանալով այդ ամեն ինչի մեջ, որ մոտավորապես 250 դիտորդ խառը բոլոր ընտրություններին մեր անունից մասնակցել են եւ ավել, եւ ոչ մի հանձնաժողովի անդամի, ոչ մի հանձնաժողովի կողմից մեկ բողոք կենտրոնական ընտրական հանձնաժողովին մեր դիտորդների հետ կապված չի եղել։ Այսինքն ստեղ խնդիրը որն է, որ հնարավորինս ընտրությունները կազմակերպեն իրենց քինքով, իրենց քինքին հասկանալի է, հարիր եւ իրենց հարմար։ Այո, եւ կազմակերպեն կոմպակտ առանց ասում ավելորդ մարդկանց եւ աչքի, որոնք կարող են խաթարել եւ ճշմարտության մասին արձագանքել։ Շնորհակալ եմ պարոն Սավգուլյան հետաքրքիր զրույցի շնորհակալ։ համար։ Շնորհակալ ենք նաև մեր հայրենակիցներին, որ հետևում էին եթերին։ Երկրորդ կարծիքի տաղավարում այսօր զրուցում էի Հայաքվե նախաձեռնության խորհրդի անդամ պատմաբան Արեգ Սավգուլյանի հետ։ Ցտեսություն։ Ցտեսություն։